Თუმცა მეორე მხრივ ამ ტრაგედიამ მოიტანა Վրաստանում ապրիլինը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր։ Սա նաեւ Վրաստանի անկախության վերականգնման օրն է։ Ողբերգությունից արդեն անցել է 37 տարի։ Ախալքալակի Կումուրդո եւ Կարի թեմի մետրոպոլ Նիկոլոս Պաչուրաշվիլին կատարեց հոգեհանգստյան արարողություն զոհվածների համար։ ՍԿ օրվան հավաքվել էին նաեւ հանրային դպրոցի աշակերտները, թեմատիկ միջոցառումներով հանդես եկան հուշարձանի մոտ։ Տեղական ինքնակառավարման ղեկավարները, հոգեվորականներ եւ տեղի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։ Dai.
Քրիստոս հարյավի մերելուց Первую очередь Ирод Рикши Меминдаро Мадлуба Утхрам Халас Ერთი მომძანებისათვის დიდი მადლობა და მეორე წერთი ძალიან დიდი მადლობა მინდა გითხრათ რომ გაიზიარეთ ჩვენი პატრიარქის გარდაცვალების გამოწვეულის უხარება Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել հավաքված անձանց պետական այրերին, աշակերտներին, ուսուցիչներին, մեր պատրիարքի մահը մեզ հետ մահվան ցավը մեզ հետ կիսելու համար։ ასევე ძალიან დიდი მადლობა მინდა გითხრათ რომ ამ დღეს წრაფებს მთელი ქალაქი, მთელი რაიონი, მთელი ეს მხარე მოდის ხოლმე ასევე ჩვენი უხარების გასაზიარებას Նաև այն բանի համար, որ ամբողջ քաղաքը, ամբողջ հասարակությունը, ամբողջ շրջանը ներկայանում է մեզ մոտ այսօրվա միջոցառմանը մեր ցավը կիսելու համար։ 9 ապրիլի არის ჩვენი ეროვნული տրագեդიის დღე։ Ապրիլի 9-ը մեր ազգային ողբերգության օր է։ Դա მინდა გითხრათ, რომ სამწუხაროდ საქართველოს ყოველ ქალაქში ესეთნაირად არ აღინიშნება როგორც აქ։ Բայց ցավով ուզում եմ նշել, որ Վրաստանի ոչ բոլոր քաղաքներում է նշվում այսօր այնպես, ինչպես ակնկալվում է։ Კიდევ დიდი მადლობა მინდა ამ ქალაქს უთხრა იმისათვის, რომ ეს არაჩვეულებრივი ძეგლი, რომელიც თბილისში იდგა, ესე იგი აი შეუკვეთეს და აქაც ამ ძეგლის ასლი დაიდგა։ Ուզում եմ հայտնել խորին շնորհակալություն քաղաքին, որ այսպիսի կառույց կա, այսպիսի հուշարձան կա քաղաքում։ Მეორე მხრივ მინდა გითხრათ, რომ არც არის გასაკვირი ასეთი ძგური თანადგომა. Եվ երկրորդը ուզում եմ հայտնել, որ չկա այսպիսի եղբայրական համակեցություն, համագործակցություն այսպես այստեղ։ Იმიტომ რომ Բիբլიაში ესე წერია,
որովհետև Աստվածաշնչում այսպես է ղեկած, Ერთ ձափ սկացყვეთ და ორმագի ձափի არ წყდება։ որ մեկ թելը կտրվում է և երկու թել չի առաջանում։ Այս ორმագի ձափը վիղավեց իստորիულად քարտոլի და սովետի խալք։ Այս երկու թելն էին առաջացրել մենք վրաց և հայ ժողովուրդներս։ Դա დღესაც აქ ახალ ქალაქში ჩვენ უნდა ვაჩვენოთ თელ მსოფლიოს აი ამ ძმობის ძალა։ Եվ այսօր այստեղ ախալ քաղաքում մենք պետք է ցույց տանք այս եղբայրության ուժը։ Როდესაც საქართველოს უჭირდა დღესაც ასეთი მძიმე დღეები გვაქვს. სომეხი ხალხი მუდამ ხარში էր։ Երբ Վրաստանը դժվարությունների մեջ էր և այսօր էլ այդպիսի վիճակում ենք, հայ ժողովուրդը միշտ մեր կողքին կանգնած է։ Ისტორიულად ქართველი ხალხიც მუდამ ხარში ედგა. ახალ ჯავან სომხეთის სახელმწიფოს. Պատմականորեն վրա ժողովուրդն է պատմության գրադրանքով միշտ կանգնել է հայ ժողովրդի կողքին։ Ամիսի მაგალითი არის ქალაქი ანისი, რომელიც ქართულმა და სომხურმა ჯარმა ორჯერ გაათავისუფლა დამპყრობლებისაგან. Այսպիսի օրինակ է քաղաք Անիի ազատագրումը, որտեղ հայ և վրաց զինվորները կողքի կանգնած ազատագրեցին քաղաքը։ და ამისი მაგალითი არის დღეს ჩვენი ცხოვრება ახალ ქალაქში ერთად, ძმურად. Եվ այսօր այդպիսի օրինակ է մեր այսօրվա ախալ քաղաքում մեր ապրելակերպը և վայրական կողքով։ და მეუხედავად იმისა, რომ 9 აპრილი და 24 აპრილი არის ტრაგედიის დღე სომეხი ქართველი ხალხის და სომეხი ხალხის, მიუხედავად ამისა, ჩვენი შეხვედრის გამო ეს დღეები არის დღესასწაული. Եվ քանի որ Վրաստանում ապրիլի 24-ը նաև հայ ժողովրդի համար ախալ քաղաքում ողբերգության օրեր են, մենք կողքի ենք կանգնած։ Վերցმა դագլոցოთ და վերցმა ինებოს, որ ჩვენი ძმობა უკունისამდე გაგრძელდეს. Աստված օրհնի, որ մեր եղբայրությունը դարեր շարունակ կպատահի։ Սիրելիներ, ինչպես ամեն տարի ապրիլի 9-ը մենք միասին հավաքում և հիշատակի արարողություն ենք անում, այս տարի ևս բացառություն չէր։ Գիտեք, Կանչվենք մոդել ծելս երկալ, իմ ոգևից, ամպոնից և բանը, դվեցավ ծելսավ գամոնակրիսի արարыз։ մենք այստեղ միասին աղոթ բարձրացրեցինք անմեղ նահատակների հիշատակության համար։ Մենակ լեքված վիլոչը դավուկի կապսովնից Ինչպես որ հայ ազգի համար ապրիլ 24-ն է, այդպես էլ թե վրաց և թե հայ ազգի համար ապրիլի 9-ը մեզ համար որքան էլ որ կորստի օր է, Როგორც սովեթի խալքիս 28 ապրիլի არის տրագեդիի ասել է թե არის 10 ապրիլի ախալքալաշի թողնի սոմքեվիստս։ միևնույն ժամանակ մեզ համար մի տեսակ ուրախության օր է, որովհետև այլ բան է, երբ որ մարդը իր կյանքը ապրում է միայն իր համար, և այլ բան է, որ իր կյանքը ապրում է հայրենիքի և ազգի համար։ Չվենքիս վաղացա սիխարունից դպես արիս, իմ կոնդոմ չվեն արամարտոչն ծողով, վեղնիս պիսած ծողով։ Եվ հայ և վրաց ազգերը բախտակից ժողովուրդներ են, և երկուսի պատմությունների մեջ էլ նման դեպքեր և իրադարձությունները լի են։ Როგორც սովետի խալքի երկի պետի ակտա, մարդպես ես արիս տրագեդիա։ Եվ վստահ եմ, որ մեր նահատակները երկնքում բարեխոս են մեզ համար, թե հայ ազգի և թե վրաց ազգի համար։ Դա դարձնում են բուլիվարդում շվենի սուլի սաշի արիս սաշի արյան
Եվ մեր երկու ազգերի եղբայրությունը պիտի հավիտենական լինի, թող Աստված օրհնի հայ եւ վրաց ազգերը եւ երկար տարիների խաղաղ կյանք պարգևի մեր երկու ժողովուրդներին։ Դա դարձնում է բույրը, რომ տոնի սոմեկի դա քարտերի խաղի մոբա Ուսամդե գացել։ ուսամդե գացել։ Աստված օրհնի բոլորիս ժողովուրդ։ Մեր վրաց պետության համար շատ տխուր ցավալի օր է։ Վիփասով թանամեմալմուլ է, որ ատմաունդա դղես չվենտվի զալյան ձնելի դղեա։ Մեծարգո Եոպե Նիկոլոս, մամա Ալեքսանդրը, Տերնալեք, մենք հավատել ենք մեր շրջանի ամբողջ ժողովրդով այս հրաշալի հուշագոթովի մոտ հարգանքի տուրք մատուցելու և գլուխ խոնարհելու 1989 թվականի ապրիլի 9 մեր անմեղ զոհերի հիշատակի առջև։ Բատոնո Եոպե Այտաթև չվեն ակվարդ Დღეს 9 ապրիლის ձելքთან պատիվսացեմատ դաղուկուկար սովնիս պատիվսացեմատ։ Ցավոք սրտի 21 հոգու մեջ կային կանայք, աղջիկներ, երեխաներ, որոնք իրենց երկրի անկախության և ազատության համար դուրս էին եկել փողոց և արժանացան այս շատ տխուր ճակատագրին։ Սամձուխարոտ 21 դաղուկուլիս շորս իրնեն կալեբիդ ռոմլեբից իբրձովնեն թավյանթի թավիսուկլեբիստվիս դա այ ասետի բեդի Կալեբիդը բավշը։ բավշվեբից, գոգոյեպի բավշվեբի։ Սիրելի բարեկամներ, ցավոք պիտի նշեմ, որ երկու քրիստոնյա ժողովուրդների համար հայերիս և մեր եղբայր վրացիների համար ապրիլ ամիսը մեր տարեգրության և պատմության մեջ շատ ցավալի տխուր օր է և սև տարերով գրվեց մեր տարեգրության ու պատմության մեջ, ինչպես ապրիլի 9-ը, այնպես էլ ապրիլի 24-ը։ Minda gitxrat, რომ აპრილი ჩვენთვის როგორც სომეხი, ასე ქართველი ხალხისთვის ძალიან ტრაგედიული თვე არის და ძალიან ცუდი კლავი დატოვა ჩვენს ისტორიაში. Ժողովուրդներ, հայերս և վրաց մեր եղբայրները, որոնք և տխրության պահին և ուրախության պահին միշտ եկել են իրար կողքի։ ქართველი და სომეხი ხალხი როგორც მწუხარების, ასე სიხარულის დღეები ერთად იყვნენ მუდამ. Պատրիարքին Իլիա Երկրորդին վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդին պատրիարքին, նաև Հայաստանի Հանրապետության կաթողիկոս Կարեգին Երկրորդին։ Ჩვენს ისტორიაში 2011 წელს ჩვენ ახალქალაქში მივიღეთ საქართველოს კათოლიკოს პატრიარქის ილია მეორეს და სომხეთის პატრიარქს გარეგინ ნეჟდეს. გარეგინ მეორეს. Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքը Իլիա Երկրորդը ոչ միայն վրաց ժողովրդի պատրիարքն է եկել, այլ Վրաստանում ապրող բոլոր ազգությունների առավելևս մեր հայ ժողովրդի։ Կաթոլիկոսի Իլիա მეორე არა մարտო ქართველების პატრიარქი იყო, არამედ სომხების. საქართველოში მცხოვრებ სომხეთის. Սիրելի բարեկամներ, ընդամենը մի քանի օր է անցել մեր հոգևոր հոր, մեր պատրիարքին հրաժեշտ տալու արարողությունը։ Եվ տեսանք միլիոնից ավելի աշխարհի տարբեր անկյուններից տարբեր ազգության ներկայացուցիչներ
եկան Թբիլիսի եւ հարգանքի տուր մատուցեցին մեր պատրիարք Իլյա II-ին։ Ռամոդանի դղիստին ჩვენ նախետրոն պատրիարքիս გარდაცვალებისას მთელი ქვეყანა მთელი მსოფლიოდან სტუმრები და ბევრი ხალხი იდგა ქართველ ხალხის გვერდით. Եվ երևի սա աշխարհում եզակի դեպք էր, երբ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը, սենոտի անդամները, կառավարությունը կազմակերպել էին նման մեծ սգո արարողություն, որը արժանի էր մեր պատրիարքը եւ արժանի էր վրա ժողովուրդը։ Սա յուրահատուկ է հազարամյակներ եւ տարեգրություն ունեցող ժողովրդին, մեր վրաց ժողովրդին։ და ეს გამონაკლისის შემთხვევა იყო სოფლიოში, რომელიც ნახეთ ჩვენი თვალებით. და ეს იყო პატრიარქის გარდაცვალება, რომელიც იყო გლოვის დღეები არა მარტო საქართველოს მოქალაქეებისთვის, არამედ მთელი მსოფლიოს. Եվ թույլ տվեք մեկ րոպե լավությամբ բոլորս միասին հարգենք մեր պատրիարխի Իլյա II-ի հիշատակը։ და გთხოვთ ერთი წუთის დუმილით პატივი მივაგოთ ილია მეორეს გარდაცვალების პატივსაცემად. Սիրելի մեուփե, մեր ժողովրդերի բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Հայ եւ վրաց ժողովուրդները մենք մի ծառ ենք, այդ ծառի երկու ճյուղերն ենք։ Եթե այդ ծառը երկուսի կողմից լավ է ճրվում, ուրեմն պտուղները նույնպես լավ են լինում, ինչպես հայերս ու վրացիներս։ Ձվիրփասո მეუფე, ჩვენ სომეხი და ქართველი ხალხი ერთი ხის ტოტები ვართ და მრავალსაუკუნოვანი ისტორია გვაქვს. Հետևաբար այսօր ինչ որ կատարվում է աշխարհում, դերենք մեր օրդությունը, թող լինի համայն աշխարհին խաղաղություն եւ ի պատիվ մեր վրաց կառավարությանը, որ այսօր կարողանում է երկրում խաղաղություն պահպանել։ Թող լինի համայն աշխարհին խաղաղություն, Աստված պահապան բոլորի օջախներին, Աստծո աչքը բոլորի ընտանիքներին։ Շնորհակալ եմ։ მადლობა დღევანდელ ჩვენს ხელისუფლებას, რომ მიუხედავად იმისა, რომ სოფლიოში არეულობა, ძალიან ცუდი მდგომარეობა ჩვენს ქვეყანაში მშვიდობა ჩვენს ყველას. Հարգելի հասարակության ներկայացուցիչներ, հասարակություն, հարգարժան մեուփե, եկեղեցու անդամներ, ես նույնպես միանում այդ Արոնոսյանի խոսքերի։ Իրոք 1979 թվականին տեղի ունեցավ մեծ աղետ Վրաստանի պատմության ընթացքում եւ խաղաղ ցուցարարները, ովքեր դուրս էին եկել Վրաստանի անկախության եւ ազատության համար պայքարին, այս նույն օրը 1979 թվականին լուսաբացի շատ կոշտ ձևով ցրվեց եւ որի արդյունքում մենք ունեցանք զոհեր, 21 զոհեր, մեծ մեծամասնությունը նաեւ կանայք եւ երիտասարդներ, նաեւ անչափահաս։ Դա մեծ աղետ էր մեր երկրի համար, մեր պատմության համար, բայց դա նաեւ հիմք դրեց, որպեսզի Վրաստանը վերամիավորվի եւ ավելի ուժեղ պայքարի անկախության համար եւ դրանով է պայմանավորված նաեւ որ 1991 թվականին երբ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն, Գերագույն խորհուրդ եւ տեղի ունեցավ 1991 թվականին ամբողջ Վրաստանի տարածքում բացում ռեֆերենդում անկախության վերաբերյալ մեր հասարակությունը արդեն պատրաստ էր դրան եւ մենք 90%-ից ավելի այո ասացինք այդ հանրակրվեով Վրաստանի անկախության համար եւ պետք է նշեմ որ այդ հանրակրվեն անցկացվեց նաեւ Աբխազիայի տարածքում եւ նաեւ Սամաչավգայի տարածքում եւ մենք
այդ անկախությունից հետո 1991 թվականի ապրիլի 9-ը այդ օրվա հիշատակ հայտարարվեց նաև անկախության վերականգնման օր։ Այնպես որ այս օրը ունի երկու իմաստ, եւ համարվում է մեր համար սքոր եւ անկախության վերականգնման օր, եւ մեր պարտքն է, որպեսզի մեր սերունդները հիշեն այս օրը, եւ քանի մենք հիշում ենք եւ մեծարում ենք եւ հիշում ենք մեր ամեն զոհերին, Վրաստանի անկախությանը եւ ազատությանը կարծում եմ վտանգ չի սպառնի։ Շնորհակալություն ուզում եմ երկու խոսքով նաեւ պետական լեզվով դիմեմ նույն բովանդակությամբ։ Անկախությունը საზოგადოება, անկախությունը ეკლესიის ծառայողը։ Դա մենք դա Ռոման գրես 1989 წელს საქართველოში მოხდა ტრაგედია. გამყენისას მოხდა უდანაშაულო ხალხის მობილიზების დარღვევა და აი ამ დარღვევის შედეგად ჩვენი ქვეყნის 21 მოქალაქე, მებრძოლი მოქალაქე გაიყუქნა. და აი 21 მოქალაქის უმეტესობა იყო ხალები და ახალგაზრდები. და აი ამ დღეს მოხდა ტრაგედია, მაგრამ აი ამ დღესაც მოხდა საქართველოს გაძლიერება, გამამქიანება და ზუსტად ის განაპირობა იყო, რომ 1991 წელს როცა მოხდა რეფერენდუმი საქართველოს მთელ ტერიტორიაზე, ასევე აფხაზეთში და სამაშობლოში და ჩვენმა მოსახლეობამ 90-ზე მეტი პროცენტი ხარი დაუჭიროთ საქართველოს დამოუკიდებლობისათვის. და ის დღე 9 აპრილი, რომელიც მოხდა 2 წლის წინ, აი ზუსტად 91 წლის 9 აპრილს უზენაესმა საბჭომ ამ რეფერენდუმის შედეგად გამოქვეყნდა დამოუკიდებლობის აღდგენის აქტი და საქართველო გახდა დამოუკიდებელი ქვეყანა დამოუკიდებულთა სოფიოს დამოუკიდებულთა ერებთა შორის. და ჩვენი ვალი არის, რომ ჩვენ და ჩვენი თაობები მუდამ გვახსოვდეს ეს დღე და ჩვენ სანამ გვახსოვს ის დღე, სანამ პატივცემს ჩვენ დაყოფილ ადამიანებს, ჩვენი ქვეყნის ბედი იქნება, ჩვენი მომავალი იქნება ბრწყინვალე და ჩვენი თავისუფლებას და ჩვენი საქართველოს სახელმწიფოებრობას არაფერი არ ემუქრება. მადლობა. დიდი მადლობა. დაიხოცნა ისევე ერთად. დაბადებულა სუფერის გოგო, ისლამისთვის პრაზნაკამ გამარი, ისეთი გოგო დაბადებულა და ორქმევია თურმე თამარი. ფეხი დამატკი, გულზე დამატკი, ფეხი ყოველმან, წყალობა ხავით, საქართველოს ყოვლოს მოყრობელმან, ვისურვე დავი, თახტვეშ გაცდებ საფლავის ლოდი, ურთნის მტევნებით ასეთი ცოდვა, როგორც მეფე მიუტევები, დღეს მსახურებდი ქართულ მიწა-წყალს, რაი გადარუხდა ციგნი კოფსიიდან და რუსანდამდე, თქვენს მაღალთა თავდამლობა, ოდით და ოდით, რაღაცნან ცოდვით, ფეხი დამატკი, გულზე დამატკი, ფეხი ყოველმან, წყალობა ხავით. გვიმძიმს. თუმცა მეორე მხრივ ამ ტრაგედიამ მოიტანა სწორედ ჩვენი თავისუფლება და საქართველოს გაერთიანება. ცრემლით კი არა იქ თვალების სავსე აფიცი, არავით არის